Աղքատ է եւ ավետարանը։ Մի գյուղացի աղքատ մի գյուղ եկավ եւ մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուր էր եւ անձրևակեղ, եւ այն աղքատը անձրևաթաց էր եւ քաղցած եւ հագել էր պատառոտուն զգեստ եւ դողում էր եւ հոգնել էր ճանապարհից։ Ներս մտավ քահանան, սկսեց ժամ ասել։ Առավ ավետարանը եւ կարդաց այն էջը, ուր գրված էր, թե օտարական էի, ընդունեցիք ինձ, մերկ էի, հագցրեցիք ինձ, քաղցած էի, կերակրեցիք ինձ, ծարավ էի, հագեցրեցիք ինձ։ Այն աղքատը լսեց եւ ուրախացավ։ Այս ինձ համար է ասված, եւ ահա շուտով կկատարեն իմ կամքը։ Իսկ քահանան ժամն արձակեց եւ գնաց տուն, աղքատին թողեց եկեղեցու մեջ եւ հոգ չտարավ նրա մասին։ Եվ աղքատն ասաց. այն գիրը, որ կարդաց նա, սուտ էր, եւ առավ ավետարանը, վրան քար դրեց եւ սուզեց ջրի մեջ։ Եվ քահանան եկեղեցի գալով ավետարանը չգտավ։ Աղքատին ասաց. ուր է ավետարանը։ Եվ աղքատն ասաց քահանային. ինչ ես անում, սուտ ավետարանը ես տարա ջուրը գցեցի։ Եվ քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին։ Եվ աղքատն ասաց. ինչու ես ծեծում ինձ, անիրավ, եթե հավատում ես, թե ավետարանը Աստծու ճշմարիտ խոսքն է, ապա ինչու չես կատարում նրա կամքը, որովհետև ես օտարական եմ եւ ինձ չեք ընդունում, մերկ եմ եւ ինձ չեք հագցնում, քաղցած եմ, չեք կերակրում ինձ, ծարավ եմ, ջուր չեք տալիս։ Միթե Աստված այդ բաների պակասությունն ուներ եւ ամենը իրեն համար ասաց։